Հարաբերությունների մեջ վստահությունը հաճախ կառուցվում է տարիներով, բայց կարող է խարխրվել ընդամենը մեկ մանր քայլով։ Շատ զույգեր չեն պատկերացնում, թե որքան ուժեղ կարող է ազդեցություն ունենալ սովորական թվացող մեկ սիրախաղը կամ անմեղ թվացող նամակագրությունը։ Թվում է, ոչինչ էլ չի եղել, ընդամենը խոսել ենք։ Սակայն այն մարդը, ով կանգնած է հարաբերության ներսում, հաճախ զգում է նույն ցավը, ինչ իրական դավաճանության դեպքում։ Հոգեբանները նշում են, որ նույնիսկ թեթև ֆլիրտը կարող է խարխլել ընտանիքի հիմնասյունը, վստահությունը։ Ֆլիրտը խաղ, թե հուզական դավաճանություն։ Տարբեր մարդիկ տարբեր սահմաններ ունեն։ Մեկը կարող է հանգիստ վերաբերվել նրան, որ իր զուգընկերը կատակում է ուրիշի հետ, իսկ մյուսի համար նույնիսկ սրտիկով պատասխանած հաղորդագրությունը դառնում է ահազանգ։ Դավաճանությունը միշտ չէ, որ ֆիզիկական դավաճանություն է։ Այն երբեմն սկսվում է աչքերում, ժեստերում, խաղացող տոնով գրած նամակներից։ Տվյալ իրավիճակը կախված է նրանից, թե ինչ սպասումներ ունեք հարաբերությունից, ինչ եք համարում հարգալից վերաբերմունք եւ որտեղ է անցնում ձեր անձնական սահմանագիծը։ Շատ դեպքերում սիրախաղը տեղի չի ունենում այն պատճառով, որ մարդը ցանկանում է ավարտին հասցնել հարաբերությունը։ Երբեմն դա անգիտակցական փորձ է ստանալ ուշադրություն, բարձրացնել ինքնագնահատականը, զգալ, որ դեռ հետաքրքիր ու գնահատված է։ Որոշ մարդիկ պարզապես ձգտում են նոր զգացողությունների, փորձում են փախչել առօրյա միօրինակությունից կամ չեն մտածում, որ իրենց քայլը կարող է ցավ պատճառել կողքին կանգնած մարդուն։ Ինչու է ցավը այդքան խոր։ Այն պահը, երբ մեկը պարզում է, որ իր սիրելին աննկատ սիրախաղ է սկսել ուրիշի հետ, կարող է կործանիչ լինել։ Արժեքների կորստի զգացում, վստահության փլուզում, ներքին անորոշություն, ինչու իմ հետ ոչ, իսկ ուրիշի հետ այո։ Սովորաբար ակտիվանում են խանդի, վիրավորված լինելու, անպետքության զգացումներ։ Այդ պահին թվում է, թե ոչինչ չի մնացել այն ամուր կապից, որը եղել էր մինչ այս։ Սա բնական հոգեբանական ռեակցիա է, եւ պետք չէ մեղադրել ինքներդ ձեզ զգացմունքների համար, բայց կարևոր է չսրել իրավիճակը կոպիտ խոսքերով, չմտնել ինքնաէմոցիոնալ մաշման մեջ։ Պետք է ժամանակ տալ ինքներդ ձեզ, հասկանալ սեփական կարիքները եւ վերականգնել ներքին հավասարակշռությունը։ Լավ է օգտակար զրույց ունենալ մարդու հետ, որը կարող է լսել առանց գնահատական տալու, հոգեբանի կամ վստահելի ընկերոջ։ Նպատակը ոչ թե արդարացնել ֆլիրտը, այլ վերականգնել ձեր ներքին հանգստությունը եւ իրավիճակին մոտենալ սթափ մտքով։ Ինչպես խոսել զուգընկերոջ հետ առանց վեճի։ Տենց խոսակցությունը հազվադեպ է լինում հեշտ, բայց այն անհրաժեշտ քայլ է։ Կարևոր է չմտնել զրույցին անմիջապես բարկացած վիճակում։ Սպասեք այն պահին, երբ կհասկանաք, որ կարող եք լսել եւ խոսել առանց աղմուկի։ Զրույցը կառուցեք ես տեղադրությամբ։ Ես վիրավորված եմ։ Ինձ ցավ է պատճառում։ Ես ուզում եմ հասկանալ ինչ է կատարվել։ Երբ մարդը իրեն չի զգում մեղադրված, նա ավելի բաց է դառնում խոսելու։ Դուք կարող եք տալ կոնկրետ հարցեր, որոնք կօգնեն հասկանալ իրավիճակը լիարժեք։ Ինչն էր դրդել սիրախաղին։ Այդ քայլը պատահական էր, թե շարունակական։ Ինչ զգացմունքներով է նա մտնում այդ շփման մեջ։ Արդյոք նա տեսնում է, որ ձեզ ցավ է պատճառել։ Պատասխանները ոչ միայն կբացահայտեն խնդրի իրական պատկերը, այլև կօգնեն հասկանալ հարաբերությունը կարելի է առողջացնել, թե անհրաժեշտ է սահմաններ վերակառուցել։ Ինչ անել հետո։ Այս փուլից հետո ուղին արդեն կախված է երկու կողմից։ Եթե զուգընկերը ընդունում է, որ սխալվել է, խոստովանում է եւ պատրաստ է աշխատել հարաբերությունների վրա, հնարավոր է քայլ առ քայլ վերականգնել վստահությունը։ Այդ գործընթացը ժամանակ է պահանջում եւ հաճախ ավելի արդյունավետ է, երբ զույգը դիմում է մասնագետի, բացելու խորքային խնդիրները, մշակելու նոր կանոններ եւ խոսելու այն մասին, թե ինչից պետք է զգուշանալ ապագայում։ Եթե սակայն զուգընկերը արդարացումները փնտրում չի տեսնում խնդիրը կամ հրաժարվում է խոսել, պետք է մտածել, թե որքան առողջ է շարունակել այդ հարաբերությունը։ Որոշ դեպքերում լավագույն լուծումը սահմանների խստացումն է, իսկ որոշներում հեռանալը, պահպանելով սեփական արժանապատվությունը։ Եզրահանգում։ Սիրախաղը միշտ չէ, որ ավարտվում է դավաճանությամբ, սակայն այն կարող է դառնալ այն կետը, որտեղ հարաբերություններում ամրացած վստահությունը սկսում է ճաքեր տալ։ Ամենակարևորը ոչ թե մեղավոր փնտրելն է, այլ հասկանալ է ինչու է դա տեղի ունեցել եւ պատրաստ եք արդյոք միասին պայքարել հարաբերությունը պահպանելու համար։ Բաց ու անկեղծ խոսակցությունը, սահմանների հստակեցումն եւ փոխադարձ հարգանքը հաճախ այն հիմքերն են, որոնց վրա հնարավոր է նորից կառուցել վստահություն։ Այս նյութը շոշափում է մի կարևոր թեմա՝ ֆլիրտը որպես հարաբերությունների խաթարման հոգեբանական աղբյուր, եւ բացատրում է, որ նույնիսկ առանց ֆիզիկական դավաճանության, հուզական ու ռոմանտիկ կապը ուրիշի հետ կարող է ընկալվել նույնքան ցավոտ։ Հոդվածի մեջ ընդգծվում է, որ դավաճանության սահմանները բոլորի մոտ տարբեր են։ Ոմանց համար ֆիզիկական շփումը, իսկ մյուսների համար անգամ էմոջիով նամակագրությունը կարող է ընկալվել որպես հավատարմության խախտում։
Սա արդեն ցույց է տալիս, որ խնդիրն ունի սահմանների, սպասումների եւ վստահության խորքային ենթաշերտ։ Նյութը նաև ներկայացնում է սիրախաղի հնարավոր պատճառաբանումները՝ ինքնագնահատականի պակաս, զգացմունքային դեֆիցիտ, ուշադրության կարիք, առօրյայից փախչելու ցանկություն կամ պարզապես իրավիճակային սխալ։ Այստեղ կարևոր մեկ միտք առանձնանում է. ֆլիրտը միշտ դավաճանություն չէ ըստ իր բնույթի, բայց այն կարող է վերածվել դավաճանության, եթե չքննարկվի, չկարգավորվի եւ չվերահսկվի։ Նյութը առաջարկում է կոնստրուկտիվ քայլեր՝ հույզերի ճանաչում եւ վերահսկում առանց կտրուկ մեղադրանքների, զրույց ես դիրքով, ոչ թե դույով մեղադրական հնչողությամբ, հարցերի միջոցով իրավիճակի իրական պատկերի բացահայտում, ապագայի վերաբերյալ որոշման կայացում, չմոռանալով բուժել ցավը։ Եզրահանգմամբ հոդվածը ոչ թե ուղղորդում է բաժանման, այլ առողջ շփման ու վստահության վերականգնման ճանապարհին, ինչը համընկնում է ժամանակակից հոգեբանական մոտեցումների հետ։ Այն կառուցում է ոչ թե հակամարտություն, այլ երկխոսություն, բացության մշակույթ եւ հարաբերությունների պահպանման գործիքներ։ Դրա ուժը հենց այստեղ է։